ԵՄ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի երեքշաբթի, մայիսի 20-ին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները միաձայն ընդունել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Հստակեցվել է նաև, որ այն կստորագրվի մայիսի 20-ին Եվրոպական ԱԳՆ ղեկավարների նիստում։ Այդ փաթեթը պատրաստ է եւ կընդունվի երեքշաբթի, մայիսի 20-ին Բրյուսելում, ընդգծել է Մերցը։ Կանցլերը նաև հավելել է, որ նոր սահմանափակող միջոցներն ուժի մեջ կմտնեն նույն օրը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքն ավարտելու կապակցությամբ։ Նա դա գնահատել է որպես կարևոր քայլ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Եվրամիությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կապերում եւ տարածաշրջանը մոտեցնել մեր կազմակերպությանը, ասել է նա։ Ստամբուլում Մոսկվայի եւ Կիևի բանակցությունների պայմանների անորոշության պատճառով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակում խոճապ է սկսվել Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումից առաջ։ Այս մասին հայտնում է Spiegel պարբերականը։ Խոճապն աճում է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում։ Հրապարակման մեջ մեջբերում են պարբերականի զրուցակցի խոսքերը։ Պարբերականը նշել է, որ Կիևում լարվածություն է առաջացնում ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը հակասում է Եվրոպայի դիվանագիտական գծին եւ թույլ է տալիս զիջումների հնարավորություն Ռուսաստանի համար։ 2-3 շաբաթվա ընթացքում աշխարհը շատ ավելի անվտանգ կլինի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։ Ես կարծում եմ, որ 2-3 շաբաթվա ընթացքում աշխարհը շատ ավելի անվտանգ կդառնա, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը կտեսնի, ինչ տեղի կունենա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Ստամբուլում իրենց ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ Հնդիկները չեղարկել են իրենց հանգիստը Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտնի հանգստավայրերում։ Պատճառը այդ երկրների աջակցությունն է Պակիստանին։ Նյու Դելիի հետ վերջին հակամարտության ժամանակ, հայտնում է Times of India-ն, վկայակոչելով երկու տուրիստական ընկերություններ։ Դեպի Ադրբեջան եւ Թուրքիա ամրագրումների քանակը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 60%-ով, մինչդեռ չեղարկումների քանակը նույն ժամանակահատվածում աճել է 250%-ով, ասել է Make My Trip-ի ներկայացուցիչը։ Easy My Trip-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիկանդ Փիթին հայտնել է, որ դեպի Թուրքիա չվերթների չեղարկումների թիվը աճել է 22%-ով, իսկ դեպի Ադրբեջան 30%-ով, վերջին աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Ճանապարհորդները այժմ ընտրում են Հունաստանը, Վրաստանը, Սերբիան, Թայլանդը եւ Վիետնամը, հավելել է նա։ Տոմսերի մեկ այլ հարթակ Իքսիգոն հայտնել էր, դադարեցնում է ավիատոմսերի եւ հյուրանոցների ամրագրումը դեպի Թուրքիա, Ադրբեջան եւ Չինաստան։